Եվ հիմա Գերամ Մանուկյանը հարց կուղի ձեզ, եւս մեկ լուսավոր երիտասարդ, համեցեք պարոն Մանուկյան։ Երիտասարդը դուք եք, ես արդեն տարիքս սպրծվում եմ։ Տիկին դատախազ Հովիկ Աղազարյանի հայտարարության համար, որ իրենք ամենալավ իշխանությունները Նիկոլ Փաշինյանը հավերժ պետք է պաշտոնավարի, մենակ այդ արտահայտության համար միջնորդեք ցմահ ազատազրկումները։ Հիմա պարոն Աղազարյան, մի 3 հարց։ Ձեր խոսքում ասիք 1 տարի առաջ ԵՄ դիմելու հարց է քննարկվել վարչությունում։ Վարչություն չէ, խմբակցությունում։ Խմբակցությունում։ Իրոք պատրաստ էր իշխանությունը ԵՄ դիմելու նախաձեռնություն հանդես բերել, թե վերջը թողել էր այդ եվրո կուսակցություններին։ Երկրորդը Նիկոլ Փաշինյանը Սամբյոնի ձեզ մեղադրել է, որ ձեր նամակագրության մեջ ազգային անվտանգությանը սպառնացող տվյալներ են եղել կամ դրանք բացահայտել են։ Այդ հարցով ազգային անվտանգության ծառայություն ձեզ ընդհանրապես կանչել են պարզաբանման, հարցաքննության, բացատրություն վերցնելու, թե ոչ, եւ ընդհանրապես ինչի մասին է խոսքը։ Եվ մի դրվագ, իրականում մեր հայրենակիցների դերերի ներողություն պետք է խնդրել, որ այս ճղճի մեջ քննարկումը տեղի ունի, բայց մի դրվագ, դուք ասում եք, որ այդ մեկը մեկին պարտք ա եղել, բան ա եղել, այդ շինարարը մեկը տեսել եք ՔՊ-ի Երևանի հավաքանու դրամահավաքում։ Ինչ ագրգռվածությունից ելնելով էր այդ կառուցապատողը, որ ամեն կոպեկի համար երևի ցավացել է, որ $26,000 պարտք ա տվել ու չի ստանում, եկել ՔՊ-ի դրամահավաքին մասնակցել եւ ինչ որ գումար նվիրել։ Ու վերջապես, չէ, այսքանը լավ։ Կապված իմ հեռախոսի հետ կապված ինֆորմացիայի պահով, երբ որ պարոն վարչապետ, նախ չանադրակ այդ պահին, այդ ճնշումների շարքում մի հետաքրքիր դրվագ եղավ, երբ որ հանդիպում ունեցանք պարոն Ալեն Սիմոնյանի հետ, իմ տղաների հետ միասին եւ պարոն Հակոբ Ասլանյանի հետ միասին։ Պարոն Ալեն Սիմոնյանը ինձ հարց տվեց, թե հիմա ոնց դուրս գանք այս վիճակից, պարոն Աղազարյան, պետք է դուրս գանք, չէ՞, լուծում պետք է գտնենք։ Ես ասացի, որ ԱԱԾ-ի ներկայացուցիչը նստած է այստեղ, իմ հեռախոսը ձեր մոտ է, փաստաթղթերը ձեր մոտ է, դրեք, հրապարակեք 2-3 հատ, ոչ թե հրապարակեք, իմ տղաներին ցույց տվեք, 2-3 հատ դրվագ, որ ես ինֆորմացիա արտահոսք եմ արել խմբակցության նիստերից, ես մանդատս դնեմ, դիմումս գրեմ հեռանամ։ Չարվեց, հաջորդ խնդրանքս, ասեցի, ամենասարսափելի դրվագը որ կա, իմ եւ մի տղայի հետ նամակագրությունն է։ Դրեք այդ նամակագրությունը, թող իմ տղաները կարդան։ Եթե իմ տղաները կասեն, որ իրենք այդ նամակագրության հետևանքով գլուխ կախելու պատճառ կարան ունենան, եւ կամ այդտեղ պարունակում է որևէ վտանգ պետական անվտանգության իմաստով, դիմումս գրեմ, տունել չէ թամ, այդամ Կիևյան մոստ։ Ոչ են արվեց։ Բազմաթիվ անգամ խնդրել եմ, ասել եմ, լրագրողների ներկայությամբ բերեք ցույց տվեք արտահոսք։ Չարվեց։ Հիմա եթե արտահոսք անող լինեի, բայց արտահոսքը քիչ է յարի ժամանակին Եվրոմիություն դիմում գրելու հետ կապված։ Այո, մի տարի առաջ, մի քիչ ավելի առաջ, վարչապետի հետ քննարկման ժամանակ ինքը առաջարկել էր, որ մենք դիմենք Եվրոմիության թեկնածուի կարգավիճակով, բայց հետո հաջորդ քննարկման ժամանակ նրանք ովքեր ընդհանրապես կողմ էին Եվրոմիություն գնալու հետ, իրենք էլ ասեցին, որ ժամանակավրեպ է, որովհետև կան հարցեր։ Այսօր այդ հարցերը ավելի խորն են ու վտանգավոր, քան այն ժամանակ։ Բայց հիմա մեկ էս երկրորդ հանդիպման պատրաստիկ այդ օրենքը, եւ սա ես նորից եմ ասում, պարոն վարչապետը թիմին կանգնեցնեց փաստի առաջ։ Վաղը չեմ իսօրը մի պահի ինքը կասի դե արդեն դիմում ենք Եվրոմիություն, իսկ ես չեմ կարող ես նորից եմ ասում, ես երբեք չեմ հավակնել, որ ես ամենաճիշտ տեսակետ ունեմ, այդ ձևով չեն գնում Եվրոմիություն, մենք հալա շատ հեռու ենք դրանից, եւ հետեւաբար այդ հանգամանքների բերումով այդ ճշումները դա նաեւ դարձնում է պայմանավորված եւ այլն։ Արձագանք կառուցապատողի հատվածն էլ էլի։ Աջան։ Կառուցապատողի հատվածն էլ հետո կպատասխանեք։ Ուրեմն արձանագրում ենք, որ
Նիկոլ Փաշինյանը այս ամբիոնից հայտարարում է, որ Հովիկ Աղազարյանը պետական գաղտնիք անվտանգության հետ կապված տվյալներ է հրապարակել եւ որևէ իրավական գործընթաց չի հետևել դրան եւ Նիկոլ Փաշինյանը ստում է, որ դուք պետական անվտանգությանն առնչվող փաստեր կամ տեղեկություններ եք հրապարակել։ Ես չեմ ասում, որ ստում է, կարող է պատահի սխալ ինֆորմացված։ Կներեք, մի քիչ, ասենք, ուրիշ ձևով մի քիչ պատասխանում այդ հարցին։ Էմոցիոնալ կլինի, բայց ներողություն եմ խնդրում։ Երբ որ իմ տղաները դառնում էին չափահաս, եւ մենք Ռուսաստանում էինք ապրում, պետք է գնային բան, երեկոյան հանդիպումների կամ Հայաստանում որ էինք, ես իրաց բան եմ դրել, իրաց առաջ խնդիրներ եմ դրել։ Նարկոտիկ ես ձեր հայրը չեմ։ Կներեք 1000 անգամ, անչափահաս աղջիկներ, ես ձեր հայրը չեմ։ Կազինո, ես ձեր հայրը չեմ, հայրենիք հետ կապված որևէ խնդիր, ես ձեր հայրը չեմ։ Ես չեմ կարող հայրենիքի դեմ որևէ դաստիարակելով իմ տղաներին այդպես, ես հայրենիքի դեմ որևէ բան անեմ։ Այո, ես չգիտեմ ոնց են տեղեկացրել վարչապետին, ոնց են արել, դա արդեն երկրորդական հարցն է։ Ես ճանաչում եմ նույնիսկ վարչապետի իրավունքը ծանոթալու իմ նամակներին, ինչ-որ իմաստով, բայց այդ չափով որ հրապարականացվեց, ես դա համարում եմ հենց այն իմաստով, որ վարչապետը իրեն սպառել է նաև բարոյապես։